Կիրակի օրը Հովանավանքում Մենք պատվալ չունենք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը Չէ, չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, դրի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասում։ հասկացա ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որ կարգալուց կանային Ես նման մարդու չեմ ճանաչում։ Այո, բայց ես էլ մարդ, հա, նկարվել եմ, ինքն էլ հետո տենց հետո էլի հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասացի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Այո, եւ այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչը գործն է, որ Ինչն է իշխանության գործը։ Իսկ ով ասեց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Կգործնա թե գործը չի։ երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն Իսկ ես երբ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա հայելուտներ եմ ունենում, բա զբաղվեիք ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի իսկ դու միջև լրագրող դառնալդ ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմ խի չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմ խի չէիր պայքարում։ Պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանին է վերը ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է թե Իրան։ Ինչ ուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ էլ նարեք։ Դուք ասացին հավատում եք։ Պարոն Սիմոնյան առաջ կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենակ Իսկ ով է կարգալույց արել։ կաթողիկոսը Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ եկեղեցական ժողովի Այդ մարդիկ իրանց Կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թողեք խոսամ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսամ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում, Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդից դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի տեխնացու էլ է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, ասենք ոնց ես պատկերացնում, վերցնեմ հեռախոսը զանգեմ, ասեմ ինչ քրեական, չէ, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան ա եղել, լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ նաև դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ էր, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Շնորհակալություն։ Չպետք է գա այդ մարդու ընտանիքը եւ բաները։ Եթե դա պետական ռեսուրս չի։ Դու մեր ներքին էթիկայի հետ ի՞նչ գործ ունես, դու ձեր լրագրողական ներքին էթիկայով զբաղվում ես։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգում պետքա բերել փոխմասեր։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց ինչ հարց է նարեք, ինչ հարց է, այո, ինչ ասեց պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետք է քննարկվի, կքննարկեմ այդ հարցը, այսինքն տենց պետք է չլինի, բա ո՞նց պետք է լինի, տենց պետք է ինքը ասի, ես չանեմ, այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է, այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակություն է, այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում,
ես ասում եմ վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ են լինում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Պարոն Սիմոնյան, մի վերջին հարցը, եթե դուք կաք խնդրում եմ ասել Գյումրի քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է վաղարշաբաթի ընդդիմադիր էլեկտորատին Հապեց ոնց կարելի է այդպես խոսալ, ուզում հասկանամ, էլի еще ушла из кадра։ ես հետո կարձագանքեմ նման կոպիտ Բարի էթիկայից էր խոսում։ Կադրի համար հոգի է տալիս մասը Կրկնեմ թերևս հարցը, պարոն Սիմոնյան, նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձևով քաղաքական մանդատը իրան չի փրկելու ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են եթե դու գողցող ես եթե դու գողական ես եթե դու ավտորիտետ ես համարում քեզ եթե դու այդ բարքերով ես ապրում քո տեղը բանտում է դա չի նշանակում որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված չի փրկելու մեռանք ասելով ոչ էլ էս դահլիճն է փրկելու ինչքան ասենք այդ մարդկանց չի լինելու այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ քաղաքական հալածյալ Լսի, իհարկե ոչ, ով, օրինակ, անուն ասա, լավ էլի, խնդրում եմ, Միքայել Հայրապետյանը ոնց կարա քաղաքական հայացք ունենա, խնդրում եմ, բարոյականությունից մի խոսա, խնդրում եմ, լուրջ ես ասում, բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին Մարթել կարես դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ չէ որտեղ մենք տես բան չենք անում բայց եթե չընդհատես իմ խոսքը կտեսնես ինչին է վերաբերում Գրիգորյանն է դատարանում հարգելին ես ում կողմից սպանվեց դե ինֆակտ խփեց հոգեբանական բաներն էլ կա լավ էլի դուք լուրջ եք համարում դուք համարում եք սա լուրջ լրագրություն հա դատարանում ես ասեմ չի մեռել ինչ ես վրթովում հարգելիս Սենց որ մի քիչ շարունակես կողը ես եմ մեռնեմ այնքան խոսաս մի քիչ ավելի արեստավարժ եղեք ավելի բիսեդկայի չգիտեմ խոհանոցի ես հասկացա լսեցի այո մարդը մեռել ես այդ մարդուն ճանաչում եի անձամբ շատ երկար տարիներ դու իրան ճանաչում ես չկա մեր իշխանության ժամանակ օրինակ բեր ում բերում են լսի գիտես տես մի հատ արտահայտություն կա ասում բանտում մեղավոր մարդ չկա հələ գնա բանտ մտի յուրաքանչյուր խոց տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր Բա ոնց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ ուզում եմ հասկանալ Արդեն այն բանը որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ Չէ ոչ թե անմեղ չի արդեն խոսում է այս դրա մասին որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ եւ երբ որ ինքը հայտարարություն է անում պետք է պատասխան տա Հիմա որ էջմիածին վաղաշաբաթ ընտրություններից առաջ խոշորացված համայնքում մեծ բարեգործական միջոցառում է իրականացվում Ով է իրականացնում Տեղյակ չեմ, անկեղծ տեղյակ չեմ, թող իրավապահ մարմինները, թող կհն արձագանքի, ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ քարոզարշավը սկսել է, թե չի սկսել, ինքը դա ներկայացրել է, թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ես ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք, խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղեք եկեք։ Երկրորդը, ասում եմ, մեր մեջ շատ սխալներ են լինում շատ ընտրությունների ժամանակ, եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։